Ողջույն բարեկամներ, այսօրվա հաղորդումը շատ կարևոր է, որովհետև հրատապ նորությունները շատ են, նրանք ոչ այնքան օգտակար են մեզ համար, շատ մտահոգիչ են, շատ վտանգավոր, չգիտեմ էլ ինչ ասեմ, եւ սկսենք միանգամից ընթացքում կիմանանք ինչի մասին է խոսքը։ Չմոռանաք տարածել, որովհետև սա պետք է իմանան բոլորը եւ անպայման նայեք մինչեւ վերջ։ Էրդողանը գրում է, որ Աթաթուրքից հետո սա խոշոր հաղթանակ էր։ Էրդողանը որոշել է ով է հայոց հաջորդ կաթողիկոսը։ Թուրքական ԶԼՄ-ներն են այդ մասին գրում։ Եվ այսպես, այն ինչ որ մեզ համար թվում է կապրիզ խաղ, զուտ Փաշազադեի հորդորներով, կապիկություն, սա իրականում շատ ավելի խորքային շերտեր ունի, որի մասին պարզ գրում են թուրքական երկու խոշոր մի քանի միլիոնանոց հետևորդներ ունեցող թերթերը, եւ նրանք ինչ են գրում։ Եվ այսպես, դեկտեմբերի 19-ին եւ 20-ին են գրել, այսինքն մի քանի օր առաջ, 1-2 օր առաջ, ով կդառնա ամենայն հայոց կաթողիկոս, ում է աջակցում Անկարան։ ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ երկրի հոգևոր առաջնորդին կաթողիկոսին փոխարինելու իր ցանկության մասին, սակայն գլխավոր հարցը մնում է ով կզբաղեցնի նրա տեղը։ Այժմ ըստ Թյուլիեի աղբյուրների թերթը այս որոշումը կկայացվի ոչ թե Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածնում, այլ Անկարայում եւ Ստամբուլում։ Լավ է։ 5 միլիոն հետևորդ ունեցող թուրքական լրատվամիջոցը շարունակում է. Թուրքիան կանգնած է Աթաթուրքից ի վեր իր ամենամեծ արտաքին քաղաքականության հաղթանակի շեմին։ Նախագահ Էրդողանը մոտ է Հայաստանի հետ անմիջական մերձեցման վերջին խոչընդոտը վերացնելուն։ Էրդողանն է մոտ։ Տեսնում եք, Էրդողանը մոտ է վերջին խոչընդոտը վերացնելուն։ Այդ խոչընդոտը Գարեգին-բ կաթողիկոսն է եւ հայ եկեղեցու առաջնորդը։ Նայ։ Նրա հերացումը Հայաստանը կվերածի Թուրքիային բարեկամ երկրի, չեկերտավոր կարելի ասել բարեկամ է։ Իսկ Երևանի աշխարհի կառավարությունը չի դիմադրի Անկարայի պահանջներին, որտեղ նա չի դիմադրում։ Նիկոլ Փաշինյանը վաղուց հրաժարվել է հայկական քաղաքական անկյունակարից, ցեղասպանությունից։ Տեսեք, հայկական քաղաքականության անկյունակարն է եղել ցեղասպանությունը, որը չի վաղուց հրաժարվել է։ Այդ քայլը թույլատրել է կապերը Ֆրանսիայի եւ Ռուսաստանի մեծ հայկական սփյուռքի հետ։ Դա բան են ասում թշնամիներն երկուսն, եկեղեցին եւ սփյուռքը։ Լեռնային Ղարաբաղի հարցում Փաշինյանը պահպանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականության մոտ քաղաքականություն։ Լրիվ թուրքական գծի վրա։ Թուրքիայում հայոց եկեղեցու առաջնորդ Սահակ պատրիարքի տեխնացությունն են քննարկում վերոհիշյալ շրջանակները, որ այժմ գտնվում է Ստամբուլում, հարցը քննարկվում է նախագահ Էրդողանի նրա խորհրդականների կողմից։ Հավանական է, որ այս տեխնացուն աջակցություն կստանա ոչ միայն թուրքական իշխանությունների, այլ Անտիլիասի հայ առաքելական եկեղեցու եւ Լիբանանի հայ հոգեվորականների կողմից։ Նրանք վստահ են ոչ միայն Անկարան է այս հարցում լինելու աշխատող դեր, նաեւ աջակցություն են ունենալու Անտիլիասի։ Որ տեխնացուն էլ հաղթի, Էրդողանը զգալի առավելություն կստանա Հայաստանի հոգևոր շրջանակներում։ Հիմա հասկացանք ով է պատվիրատուն։ Սա թուրքական քաղաքականության համար զգալի առաջընթաց կլինի, որ իր տեղեկություններն է փոխանցում թուրքական մի խոսքով լրատվականը։ Կա եւս մեկ այլ լրատվական, որ այս մասին գրել է։ Գրում է. միակ կառույցը, որը Հայաստանի նույնիսկ սահմանափակ անկախության զգացողություն է հաղորդում, հայ առաքելական եկեղեցին է։ Այս նախադասությունը մի հատ էլ կարդամ, եկեղեցու դեմ արշավող այդ հրոսակախմբի եւ նրանց աջակիցների համար։ Միակ կառույցը, որ Հայաստանին նույնիսկ սահմանափակ անկախության զգացողություն, նույնիսկ անկախությունն չէ, զգացողություն է հաղորդում, հայ առաքելական եկեղեցին է։ Այսինքն մենք անկախություն չունենք, ուղղակի եկեղեցին դեռ ինչ-որ զգացողություն է հաղորդում։
Դրա բանը հարցակվում են։ Փաշինյանը բազմիցս արտահայտել է կաթողիկոսին փոխարինելու իր ցանկության մասին, բայց հիմնական անորոշությունն այն է, թե ով կզբաղեցնի նրա տեղը, այո։ Այս անորոշության այժմ, ինչպես ասում է, վերացել է Անկարան եւ Ստամբուլն արդեն վճռորոշ դեր են խաղում։ Քան Էշմիածինը։ Արդեն այդ հարցը քննարկվում է եւ որոշվում է Անկարայում եւ Ստամբուլում, ոչ թե Էշմիածինում։ Եվ այսպես ովքեր են տեխնացուները իրավիճակին ծանոթ մեր աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն Թուրքիան որոշել է մեկ տեխնացուի շուրջ նախագահ Էրդողանը եւ նրա խորհրդականները քննարկում են հայ առաքելական եկեղեցու Ստամբուլի Սահակ պատրիարքի տեխնացությունը։ Ըստ տեղեկությունների Սահակ II հավանաբար կստանա թուրքական իշխանությունների աջակցությունը։ Վերլուծությունն ավարտվում է այն պնդմամբ, որ անկախ նրանից, թե որ տեխնացուն կընտրվի, Թուրքիան վճռորոշ վերահսկողություն կստանա Հայաստանում։ Այս իրավիճակը արդյունավետորեն անհնար կդարձնի թուրքական քաղաքականության հակազդելը։ Երբ այս գործընթացն ավարտվի, Հայաստանում քաղաքական եւ սոցիալական որոշումների կայացման մեխանիզմները ամբողջությամբ կձևավորվեն արտաքին գործոններով, այսինքն թուրքական։ Նշվում է Սոսզուի հոդվածում։ Եվ այսպես Փաշազադե, Ալիև, դրանք շարքային կապիտներ են, որ ոչի բան չեն որոշում։ Նրանք ուղղակի կատարում են Էրդողանի պատվերները։ Եվ Էրդողանի պատվերներն են կատարում փաստորեն Հայաստանում մի շերտ Հայաստանում։ Հիմա ես չգիտեմ դրանք հասկանալով են անում, հասկանալով չեն անում, սա պետքա տարածեք, ժողովուրդ ջան։ Այս հոդվածն էլ երկիրն է գրել։ Սա թարգմանություն է։ Թարգմանություն, սա բան չի։ Պարզ է, որ Փաշազադեն, ես կարծում եմ, սա Ալիևի կապրիզն է, բայց փաստորեն ավելի վերևից է գալիս ծրագիրը։ Հետաքրքիրներն ասում են, Հայաստան այլևս անկախություն չունի, միակ զգացումը, որ տալիս է Հայաստանի թեթև անկախության զգացում, դա եկեղեցու առկայությունն է։ Էդ էլ ենք վերացնում արանքից, վերջ գոյություն չունի Հայաստանը։ Մի այսպեսի հոդված էլ կա, որի մասին անպայման դուք պետք է իմանաք։ Այսինքն հոդվածը, մատես նկատի նայեք։ Հայկական տաճարներն, Գառնին, Էշմիածին, Հանրապետության հրապարակ, Մասիս, սա ու ադրբեջանական դրոշ։ Այդ է Փաշինյան Նիկոլ ինչի է համար ասում, հրաժարվեք Մասիսից, դա մերը չի։ Մի ասեք Մասիս, մի խոսացեք Արարատի մասին։ Հասկանում եք, որ ես քոչվոլներին բանա պետք է հնդկական կինոներ տեսել եք, չէ՞, ասենք որ այգու կորած աղբերներ բան հնումը տես բաներ կան, որ միամիտ գտնում են, բարձվում է մեկը մեծացել է պալատում, մեկը աղքատության մեջ, բայց նույն հորից մորից են ծնվել։ Հիմա սրանք այդ հնդկական կինոն են իրականացնում, էլի, բայց մի տարբերությամբ, որ ասում են, այն որ թագավորական պալատում է մեծացել, այսինքն Արարատի դոշին, այդ բանը կրողն է, իրան փոխել են։ Իրանք են իրական Արարատի տերերը, մենք պատահական հնդիկներ ենք, որ sense ցիգանի նման թափառելով եկել հասել ենք ստեղ։ Ես ամբողջ քաղաքականությունը քարոզվում է հենց այս մակարդակի վրա, որ այդ թուրքական ցեղերին, այդ սելջուկական մնացորդներին մի քիչ բան տան, օրիգինալություն, ծագումնաբանություն, ոնց ասեմ, ինքնության ինչ որ արմատներ տան, ասեն չէ դուք մուսր չեք, էլի, դուք նոյի զավակներն եք, Արարատն էլա ձերն է, Գառնին էլա ձերն է, տո Էշմիածինն էլա ձեր, ամիջն է ձերն է։ Այս հայրն են եկել ամեն ինչ փոփոխել եւ այդ մասին էլ գրում են արդեն ընդամենը 1 ժամ առաջ այս հաղորդումն է եղել, որտեղ ասում է իրական ճակերտավոր եմ ասում, պատճառների մասին, իրական բանը արևմտյան ադրբեջանցիների դեպորտացիայի մասին իրական պատմությունն է պատմում մեկը, որի ամբողջ գրադարանը հետևի Ալիևի եւ Ալիևների մի խոսքով գրքերն է։
ու ինքը պատմում է, այս համատեքստում է, այս ամբողջը իր հետ պլանավորված է, որ 45-ից 48 թվականներին հայ եկեղեցին Ստալինի հետ համաձայնեցված հա ծրագրեր են մշակել տարբեր ձևերով դուք կարող եք ամբողջը լսել որ դուք ուղղակի հավաքեք այս истинные причины депортации западных азербайджанцев հա դուք կարող եք ինքներդ նայել ադրբեջանցին խոսում է ռուսերեն թարգմանությունը շատ վատ է ես ամբողջը չեմ ուզում ձեզ իհարկե ցույց տամ բայց այս կոնտեքստի մեջ է ուրեմն նայեք իրանք են ստեղ ապրել եւ իրենց ցեղասպանությունը իրենց դեպորտացիայի պատվիրատուն եղել է հայ առաքելական եկեղեցին շուտով կլսեք որ հայ առաքելական եկեղեցին բանա էթնիկ զտումներ է իրականացրել եւ այս գործը կհասցնեն նույնիսկ միջազգային դատարան առնվազն գոնե աղմուկի ձևով հա բնականաբար չեն կարող դիմում ներկայացնել որտեղ դիմում ներկայացնելու բaragայում պետք է ներկայացնեն բան չէ ապացույցներ իրանց դա պետք չի իրանց աղմուկն է պետք ու դա կանեն մի կողմից եկեղեցին ավիրում են վերցում են իրաց կոնտրոլի տակ մյուս դեպքում զուգահեռ խփում են մեղադրելով էթնիկ զտումների մեջ հետաքրքիր է ոստեղ այս բանում հարցազրույցի մեջ դες լսեցի միջև վերջ բայց ես ձեզ չեմ տանջի իհարկե որ ադրբեջանցիները խեղճ ադրբեջանցիները երբ որ արտաքսում են Հայաստանից Ադրբեջանում այդ մարդիկ ամիսներով տարիներով ապրելու տեղ չեն ունեցել պատկերացնում եք ապրել են փողոցներում կամուրջների տակ լքված պանելային ինչ որ քարուքան դեղած շենքերում շատ տիպիկ ադրբեջանական է շատ ես ես հիշացնեմ որ Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիները առ այսօր ապրում են այդ պայմաններում առ այսօր շատ ադրբեջանական է մինչդեռ Ադրբեջանից մազապուր եղած հայերը լավոց տեղավորվել են աշխարհի բոլոր տեղերում եւ Հայաստանում նույնպես ադրբեջանցի եւ հայ տարբերությունն էլ է այդտեղ խոսում ունեցող պատրաստ եղեք հարցակումը մեր նկատմամբ շատ խորքային է եւ լայնամասշտաբ ես ուղղակի ուզում եմ հաշվարկել այն ուժերը որով մենք կարող ենք այս ամեն ինչին դիմագրավել դա եմ ասում շատ մտահոգիչ է մնացածը եւս որ իմ այս ցույց եմ տալու Սա չի նշանակում որ պետք է գլուխներս բռնենք փախնենք սա նշանակում է մի բան Այս Արշավի Նիկոլ Փաշինյանի եւ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի կողքը ով կանգնած է սկսած այդ բանի պարլամենտում նստածներից սանցել եմ այս հասնելու առանց բացառության եւ առանց թշնամանը չափազանցության եմ ասում բոլորը երկրի թշնամի են բոլորը Էրդողանի Ալիևի Թուրքի ծառայ են բոլորը էական չի իրաք հասկանալով են անում թե հասկանալով չեն անում բոլորը Թուրքի ծառա են ես այդ բանի խոսացի որ օպերայի ղեկավարներից մեկը այդ բանը հարցակման ժամանակ ա եղել այսօր ես կարծացի որ փոխտնօրենն ա եղել Գառնիկ Դանիելյանն ա տես գնում ես ուզում եմ իրանք բան անեն հա արձանագրեն ու վրթանեցնել դրան հանդարտեցնելուց է ինֆակտ ստացել հենց այդ ոտերով խփողը հայորը հենց այդ մարդն է եղել փաստացի ես չգիտեմ ով է ինչ է բայց պետք է շատ լավ իմանան Աստված չանի այս ինֆորմացիան ճշտվեց Այս ինֆորմացիան իհարկե ճշտվելու է վաղտերուց ես հիմա չեմ ուզում առաջ ընկնեմ ասեմ սենց են ասում Գառնիկն է ասում Գառնիկի ասած իմ համար հələ ոչ Գառնիկն է էլի այն որ ասում են որ մենք օրենքներ չենք խախտելու Սրբազանի կողքը կանաս Գառնիկն է բայց ոչ մի բան Հայաստանում գաղտնի չի մնում բոլորը շատ լավ պետք է իմանան Նիկոլ Փաշինյանի միջոցառումների մասնակցողը եկեղեցու վրա հարձակվողը Նիկոլ Փաշինյանին չի ծառայում Էրդողանին է ծառայում եւ իրանք պետքա պատրաստ լինեն դրա համար պատասխան տալ ամենայն լրջությամբ եմ ասում դուք բոլորդ ով կանգնում ա Նիկոլ Փաշինյանի կողքը համազգեստավոր, համազգեստավոր, պետական աշխատող, ինքնակամ ճորտ, պատմիված, վարձկան, չգիտեմ, խոսացող գլուխ, ով ուզում ա լինի, դուք բոլորդ Էրդողանի ճորտերն եք։ Դուք Հայաստանում ներդրված թշնամիներ եք, որը սնվում է հայ արյունով ուզում է վերջացնի այս մեզ
փոքրիկ գոյությունը, որ մենք ունենք, որը կոչվում է Հայաստան աշխարհ։ Հասկացաք դուք ով եք։ Սրանց հետո ձեզ ընդհանրապես բան չկա, ներում չկա։ Գնանք առաջ։ Գառնիկ Իսագուլյանն է այս հետ հոդվածի մասին նորից խոսացել, այսօր որ էլի թուրքական բանում ա գրվել 2020 թվականին պատերազմից հետո ուղիղ նոյեմբերի 16-ին, որտեղ Թուրքիայում զարմացել են, ո՞նց եղավ, էսի ո՞նց եղավ։ Պարզ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական գործակալ է, որը դեռ 2008 թվականից էլ պարզ էր, որ նա արդեն վերբովկա է եղել, որ 2008 թվականից գտնվել է անմիջապես Սերժ Սարգսյանի հովանու տակ։ Բայց մասին խոսում է, թե Սերժ Սարգսյանի անունը չտալով իհարկե, խոսում է Գառնիկ Իսագուլյանը, որը մոռացել է, որ անվտանգության գծով խորհրդական ինքն էր, նախկին կագեբեշնիկ, չնայած ասում է դրանց նախկինը չի լինում, Գառնիկ Իսագուլյանն է։ Մենք այս մասին խոսացել ենք, որ սա վաղուց փաստաթղթերը կան, որ սրան վերբովկա են արել։ Այդ մասին իմացել է եւ Քոչարյանի ժամանակ են սա հավաքագրել։ Այդ մասին իմացել է եւ Քոչարյանը, եւ Քոչարյանի ժամանակ աշխատող բոլոր ԱԱԾ-պետերը, եւ Սերժիկը իր բոլոր ԱԱԾ-պետերով, չնայած կարծեմ մտնում է Գոդի Գուլգենիչներ, եթե չեմ սխալվում։ Կական չի։ Միրոսկով ով է եղել է։ Իհարկե եւ դրանից հետո։ Եվ ասեմ, բոլոր այդ համակարգում աշխատածներ, ընդհուպ նաև Արտուր Վանեցյանը, որ հետո շատ պատահական Սերժի քաղաքի KGB-ի պետը դառնում է Նիկոլ Փաշինյանի սրտի KGB-ի նախագահ։ KGB տնօրենը, ԱԱԾ տնօրենը։ Ինչի եմ ասում KGB, որտեղ դրանք բոլորը նույնն են։ Ես ես ցույց կտամ։ Ես ես փաստերով կապացուցեմ, որ դրանք բոլորը նույնն են։ Խնդրեմ։ Որ ձեր մոտ կասկած չառաջանա, Հայաստանի ԱԱԾ-ն որտեղից է ծնվել։ Եթե գնանք շատ հեռու, 1562 թվականից դեռ այդ բանը կոչվում էր ապրիչնինա, սրանք ապրիչնիկների հետևորդներն են։ Հետո դարավ 1826-ին արդեն Տրեցի ադել էր կոչվում, երրորդ բաժանմունք։ Հետո արդեն 1870-ականների վերջում դարձավ Ախրանկա, որի ագենտներ բանը Էնվեր Փաշան։ 17-ից դարավ VÇK, հետո NKVD, հետո MGB, հետո KGB, հետո FSB, հիմա Հայաստանի ԱԱԾ-ն։ Հիմա մեզ որ ասում են, էսի սրանց է ծառայ, ասիկան KGB-ի ագենտ է կամ FSB-ի ագենտ է, որ Հայաստանից մեղադրում են։ Դա նույնն է։ Սրանց դուք ասեք ինքը ապրիչնիկ է եղել, երրորդ բաժնի համար է աշխատել, OGP-ի համար է աշխատել, թե KGB-ի, թե Հայաստանի ԱԱԾ-ի, սրանք նույնն է, նույն հիմնարկն է։ Իրանց ծնունդն նույն օրն են տոնում։ Հիմա վերադառնանք մեր խոսակցությանը։ Այսօր ասում եմ բոլորն իմացել են, հա։ Մանավանդ Բարսասիջան, քաղաքի պետ, քաղաքում միջոցառում է իրականացնում, ապստամբություն կա, ռադիո են գրավում, հա։ Քաղաքի KGB-ի պետը այդ մասին առաջինն է իմանում։ Եվ նա թողում է, որ նա հասնի ռադիոտուն, այն խեղճ ու կրակ ոստիկանն ասել են ձեր չտաս, ինքը չգիտի, ինքը օրենքով պիտի կրակի, պիտի չթողի, բայց իրան ասել է մի կրակ, ինքը խառնվել է, ինքը չէ հիշում, ինքը չէր հասկանում, ինչ անի, հա, ոնց կանգնեցնի, մարդ չկա, որտեվ KGB-ի պետն ասել է, վերինգեք տերներ, մեր մարդն է գալիս, հա, պիտի բարձրանա վերև, ինչ ուզի կտակ, հասկացաք, այսօր Արտուր Վանեցյանի կողքով ֆրֆռում է, ասեք, լսեք, ժողովուրդը մեր ապուշի, ամեն ինչ հիշում, ամեն ինչ գիտի, ամեն ինչ, վերընկեք ձեր տեղը, դուք էլ Էրդողանի հետ համատեղ նույն ծրագիր եք իրականացնում։ Հիմա գամ այդ բանը Իսագուլյանի այս հոդվածի։ Անընդհատ խոսում է, որ բանը էսի ավիրում է երկիրը, Իսագուլյանն է, էսի ագենտ է, բայց ինքը մոռանում է ասի, որ այս ագենտը աշխատել է այն ժամանակ, որ իրանք են իրան սարքել դեպուտատ։ Սկզբից բանը հակի բանը կազմի մեջ, հետո առանձնացեցին, ստեղծեցին սրա համար կուսակցություն, հետո այդ կուսակցությունով աբանով դուք ասեք, լուսավորով բանով սարքեցին միան դաշինք, բերեցին, մտցրեցին Արամ Սարգսյանով բանով պարլամենտ։ Դա մոռանում ասի, Գառնիկ Իսագուլյան։ Ես հասկանում եմ, որ դու կարող ես ատում ես, բայց դու ճիշտ հասկացի էլի, թափ դու քեզ։
ինչ որ դու ասում ես, դու ցուցմունք ես տալիս Սերժ Սարգսյանի դիմաց։ Եվ որ ասում Սերժ, դա վերջին էր, դա գալիս է Քոչարյանից, դա Լևոնից է գալի արդյունքում իրականում։ Լևոնն ասա կնքա հայրը։ Եվ Լևոնի կազերն են միջև ասան պաղում եւ աջակցում ձերքերի վրա ստանում առաջ։ Ուզում ասեմ դու ինչքան ասում ես, բայց Սերժ Սարգսյանի անունը չես տալի Գառնիկ Իսագուլյան։ Դա չի նշանակում, որ մենք չենք հասկանում ով է կանգնած։ Ով էր ընդամենը 2008-ից 18-ի նախագահը, մի հատ նախագահ է եղել։ Այդ նախագահն էլ բերելա սան վարչապետ, հանրապետականն էլ քվեարկել է սա օկտին։ Հանրապետականն էլ ստեղծել է սա կուսակցությունը, հանրապետականն էլ սան բերել է պարլամենտ, հանրապետականն էլ սան տվեց մի հատ գյուղ, այն գյուղապետի պաշտոնով է կրակածի լինա իդիոտին են գալիքին, որտեղ իրանց բանան էր, զբաղվեր։ Սրան էլ պահել են, փող են տվել այս ամբողջ ընթացքում, որ ինքը իրականացնեն ինչու իրանց պետք է։ Դուք հասկացաք, իսկ ինչքան հեռու գնացինք, այս ինչ մեծ հապկի մեջ ենք մենք։ Այս դողանը դրա համար է վստահ, որ Հայաստան այլևս անկախություն չունի։ Բացարձակապես միակ անկախության զգացումը, որ տալիս է Հայաստանի զգացում, դա եկեղեցին է, Գարեգին երկրորդը, որը պետք է վերանա։ Եվ այսպես ես չգիտեմ Իսագուլյան դու հասկացել ես ինչ ես անում, թե չէ։ Բայց ես քեզ պարզ հիմա ասում եմ դու ինչ ես անում։ Էմոդի փոս դու եկեղեցուն ես պաշտպանում, ուշա։ Ուշա, որովհետև քո տերերը բերել հասցրել են այս վիճակին, որտեղ արդեն Էրդողանը վստահ է, որ Հայաստան գոյություն չունի։ Հետևաբար ինչ է մի հատ եկեղեցի ավիրելը։ Դուք արել եք այս ամեն ինչը համատեղ միասին։ Ես ասում կապ չունի դու գիտեիդ ինչ էր անում, թե չէ։ Հիմա սան աջակցողները, այս միջոցառումներին մասնակիցները պետք է պատրաստ լինեն արժանանալ բոլոր տեսակի նզովքների, օրինակ Գարեգին երկրորդ։ Հիմա պետք է պատարակներին դուք պարբերաբար բոլոր պատարակներին դուք հայտարարեք այդ մասին եւ նզովեք սրանց եւ բոլոր նրանց Էրդողանից սկսած, որոնք պլանավորել են հայ եկեղեցու ոչնչացումը, Սահակ Սրբազանից սկսած ընդ։ Հիշացնել ամեն օր իրան, որ դու չես կարող Էրդողանի գործիքը դառնաս եւ ղեկավարես հայ աղբեկելական եկեղեցին։ Ուղղակի դու չես կարող։ Եվ բոլոր նրանց, ովքեր Էրդողանի տակ են, դա Անկարայում են աշխատում, Ստամբուլում պետք է հասկանան, որ ոչ մի շանս չունեն իրանք։ Իրանք Հայաստանում մերժված են։ Մենք գիտենք ինչի համար են ձեզ պահե, ինչի համար են ձեզ Հայաստան ուղարկում։ Սփյուռք, հասկացաք չէ, որ դուք ինչքան մեծ կարևորություն ունեք այս ամեն ինչի մեջ։ Ռուսաստանում եւ Ամերիկայում ապրող հայեր եւ Ֆրանսիայում ապրող հայեր, մի խոսքով ամբողջ աշխարհով։ Այն որ սրանց թվում է, թե իրենք կարող են հայրաքելական եկեղեցին կտրել Սփյուռքից եւ իրականացնել են ինչ ուզում են, ես իմ անունից եմ ասում, ծոծորակներդ կտենաք։ Չեք կա։ Դուք արեք ձեր, մեկա դուք անում եք ձերը, մենք էլ անելու ենք մերը։ Մենք են անելու ենք մերը, սա սարդարապատ է, սա ավարայիր է, ուղղակի չի երևում, տեսանելի չի, եթե ավարայիրում ըստ ավանդույթի, ոնց որ ասում են, Վարդանը մի խումբ իր աջակիցներով հայտնվեց շրջափակման մեջ եւ տարանք բարոյական հաղթանակ, հիմա էլ ենք շրջափակման մեջ, բայց ուրիշ կարգի շրջափակման մեջ ենք, թշնամին շոշափելի չի, սենց որ իրայ դու սրով կռիվ ասելի, այդ թշնամին կա, սրանք անուն ազգանուններ ունեն կոնկրետ, ամբողջ Հայաստանի կառավարությունը, ամբողջ ազգային ժողովը, ամբողջ ընդդիմությունը, խորհրդարանական չընդդիմությունը, բոլորը ովքեր այդ տեխնիկայի տնօրեններով, փաստորեն օպերայի փոխտնօրենով, այնտեղ չգիտեմ էլ ովքեր կան, որ մասնակցում են սրա այս բարդակներին, քաղաքապետերը, իրանք բոլորը այս ավարայրի ճակատամարտում, փոխաբերական իմաստով ասած, այն պարսկական հարցված փղերն են, որոնք եկել են ավիրեն հայկական պետականությունը։ Դուք պետք է հասկանաք, եթե դուք այդ հարցված փղերն եք, դուք կարժանանաք հենց այդ հարցված փղերի ճակատագրի, եթե ոչ մեծ ձեռքով, ցուրտի ձեռքով անպայման,
Որովհետև իրան պետք չեք դուք։ Առաջինը ձեզ է սատկացնելու, ձեզ է մաքրելու արանքից։ Ինչ արժեք ունի իրանց համար մեկը, որ ուրացել է սեփական կրոնը, ուրացել է սեփական երեխեքի արյունը, ուրացել է սեփական երկիրը, հայրենիքը։ Սրանք իրանց չեղածն են ստեղծում մեր հաշվին, արդեն նկարվում են, չգիտեմ, գառնու ֆոնին, էջմիածնի, հրապարակի, մասիսի ֆոնին, իրանք մերն են վերցնում, մենք փողի դիմաց ծախում ենք, դուք հասկանում եք, իրանք դրա համար վճարում են, այ անասուններ, ուրեմն դա գին ունի, արա, որ ձեզ վճարում են, այդ թույնը, որ ձեզ ներարկում են փողի ձերով, դա իզուր չի, դուք դրա դիմաց տալիս եք անհամեմատ ավելի շատ, քան ձեզ վճարում են, այդ փողը թույնը, բաղը ձեր քթերից է գալու տասնապատիկ, դուք ինչ եք առնելու, մեքենա գնալու եք կործանվեք, սամայլոթն անգնելու, արա այդ թույնը, դուք, այդ փողի դիմաց, որը ոչինչ բան է, դուք ծախում եք ամենակարևորը, որ իրանք չունեն, իրանք պատրաստ են դա առնել, հասկանում եք, դուք մարմնավաճառել չեք, արա, դուք ձեր երեխեքին եք վաճառում, ձեզ չի կարելի մարմնավաճառ ասել, մարմնավաճառները ձեր հետ համատած պարյադշնի աղջիկներ են, պարյադշնի աղջիկներ, եւ այսպես, սա է ծրագիրը, երթով չեք մարկա, Արցախ, ազգային խորհրդանիշներ, հայկական պահանջատիրություն, վերջում ինչ ամանում, դա դաշնակներն են իրենց համար գրել, բայց դա էական չի, վերջինը դա Հայաստանի Հանրապետությունն է, Հայաստանի Հանրապետությունը, այն որ ես տականքն ասում էր, արա, սա պետություն չի, սա պետության կրճոններ է, պատահական չէր ասում, գիտի ինչ անելու, ինքը գիտի է ծրագիրը ուրա տանում, ու այն բոլոր անառակի զավակները, որ իրեն օգնում են, աջակցում են, աչոտով եմ ասում անառակի զավակներ, ես հերմից քֆու չեմ տալիս, աչոտ ընդեղ ասենց, իրականացնում են սա, մնացել է վերջինը այսին, վերջինը, հայկական պետականություն, զոյլ վազել է Մոսկվա, ու նկարվում է հենց ոչ թե հայկական դրոշի կողքը, այլ իսլամական դրոշի կողքը, ինքս թե իսլամական դրոշի կողքն է նկարվում, թուրքերը հայկական խորհրդանիշների վրա, դա չէ, այն մի հատ կայակալաս կար, մի հատ կնիկ է Եվրոպայում վերընկած, այն որ պետք է ռուսական ազդեցությունից փրկի մեզ, հիշում եք, սրանք գնացել են փող են ուզել, 10 միլիոն դոլար փող են ուզել, որ Նիկոլին փրկի ռուսական ազդեցությունից, այսօր ինքը վազել է հապկի գագաթաժողով, մեծ լվացքի մեքենա է, մեր կյանքի, մեր առողջության հաշվին, լվացքի մեքենա, մարդիկ փող են աշխատում, երեք ինչ են փող աշխատում, որտեղ մենք ենք թողում, մենք ոչ թողիկ, իրանք ոչ չեն կարա դա անեն, եւ ինչ է ասել ընդեղ, այս վիժվածքը, շնորհակալություն Ալիևին, մեծ գնահատանք եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահին, Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռներ տարանցումն ապաշրջապակելու, ինչպես նաև երկրորդ մի խոսքով, ինքը Ալիևին շնորհակալ է, որ անասնակեր է բերել իր տարածքով Վրաստան, մեկ էլ Հայաստան ադրբեջանական նավթն է բերել, Ալիևին ինքը շնորհակալություն է հայտնում, որ Ալիևի նավթը վաճառում է հայերի վրա, պիտի վաճառի հայերի վրա, փողը տա իրան, հասկանում եք, Փաշինյան Նիկոլը Ալիևին դրա համար շնորհակալություն է հայտնում, Նիկոլի աջակիցներ, կողքերով կանգնում է, երևի թիվ կա աստղերին, բայց թիվ չկա այն քֆուրի քանակին եւ տեսականուն, որ հասնում է ձեզ, չկա էլ, ես չեմ ուզում սկսեմ, որտեղ չեմ կարող վերջացնել, գուցե թիվ կա աստղերին, գուցե, բայց թիվ չկա այն հայոյանքներին, որ ձեզ հասնում է,
շերտերով, բազմաշերտ ու բազմաբովանդակ։ Բայց դուք կարող եք փորձեք, դուք գտեք, ձեզ ինչ է հասնում։ Փորձեք, էլի։ Հիմա հասնենք սրանց։ Ասում են գրզոն այս երկու բենզալացակայաններով պետք է իրականացնի բենզինի վաճառքը։ Ես իմ փայ ասում եմ, ով Ռանոյելից եւ Գուլֆից բենզին լցրեց, ես չեմ հայոյում, բայց երևի մտքիցս հասկացա։ Հայոյանքը դնենք մի կողմ։ Ուրեմն նա այս երկու ընդհանրապես գրզոյին բարև տվողներից սկսած մասնավորապես բենզին առնողները նշանակում է սրանք իրանց երեխեքի, իրանց բարեկամների զոհված երեխեքի ընդհանրապես մի բոր ազգենք է, երկու պատերազմի ընթացքում ոնց ուզում ալի մեծ հարազատներից մարդը մահացել։ Առնվազն գոնե ճանաչել ենք, սիրել ենք այդ մարդկանց, եթե մեր հարազատն էլ չի եղել։ Մոտ 15000 մարդ է մահացել այս ամբողջ ընթացքում։ Էլ չեմ ասում հաշմանդամները։ Էլ չեմ ասում ես 100,000-ից ավել արտագաղթածները Արցախից։ Մի խոսքով, սրանցից բենզին գնողներ ուրեմն այդ ամեն ինչը փոխեցին այդ մի 10 դրամի հետ կամ 20, թեկուզ 200, թեկուզ 2000։ Նշանակում է դուք ապրելու իրավունք չունեք։ Հարամ լինի այն հացը, ջուրը, օդը, որ դուք ուտում եք, որ դուք խմում եք։ Պիտի հարամ լինի։ Ես թող ես ինչ վիճակ կա։ Ես ուզում եմ հասցնել, ես անես կեմ տալի դեր ըստվեց։ Բայց ես ոնց վարվեմ։ Բայց ես ոնց վարվեմ դուք հասկանաք դուք ինչ եք անում։ Մի խոսքով։ Ես գիտեմ, որ ձեզ հայոյանքը ոչ մի բան չի անել։ Ոչ ձեր երեխեն ձեր համար արժեք ունի, որտեղ անառակի զավակի համար մի անառակ էլ իր զավակն է լինելու էլ իր նման։ Ոչ իր ծնող արժեք ունի, ոչ իր համար կյանքը տվածն արժեք ունի, ոչ հայրենիքը արժեք ունի։ Ինքը ուղղակի արժեք չունի։ Ինքը տառական է ուղղակի։ Տառական, ուղղակի ասես մի խոնավ տեղ մտի ուտելու բանալի, փախնի մտի բազմանա տեղ էլի։ Անասունի նման բազմանա, ուտի թրքի բազմանա։ Վերջ։ Սա է։ Իսկ անգլիական ընկերությունները սկսում են Արցախում սկսել են պայմանագիր ունեն արդեն լսենք հանք շահագործելու։ Ում են տեղեկությունները այն մասին, որ Արցախի Կաշենի պղնձի ու մոլիբդենի հանքը շահագործելու կեղծ իրավունքը Ադրբեջանի կառավարությունից ստացած բրիտանական Anglo-Asian Mining ընկերությունը դիմել է միջազգային ատյաններ։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչ մանրամասներ կան այս մասին։ Anglo-Asian Mining Բրիտանիայում գրանցված ընկերությունը դիմել է մի շարք միջազգային կազմակերպություններին և պետությունների կառավարություններին, մասնավորապես ՄԱԿ-ին, ԱՄՆ պետդեպարտամենտին, Եվրամիությանը, Բրիտանիայի արտգործնախարարությանը, ակնկալելով աջակցություն, մեջբերում եմ օրինական բիզնես շահերը պաշտպանելու հարցում և Կաշենի հանք իր աշխատակիցների ֆիզիկապես մուտք գործելու իրավունքը ապահովելու հարցում։ Այդ Կաշենի հանքը այդ փաստաթղթում անվանում են Դեմիրլի, ինչպես ադրբեջանական վարկածներ ենթադրում։ Հետաքրքիր է, որ առաջին հիշատակումը այն մասին, որ Կաշենի հանքը հանձնվել է բրիտանական այդ ընկերությանը, դեռևս նկատել եմ 1997 թվականին։ Այնուհետ եւս մի հիշատակում հիշում եմ 2017 թվականին։ Սակայն հետաքրքիր է, որ այդ ընկերության պաշտոնական կայքեջում գրված է, որ Ադրբեջանի կառավարությունը Կաշենի հանքը ընկերության կոնսենսիոն կառավարմանն է հանձնել միայն այս տարվա հուլիսի 5-ին։ Իրականում բրիտանական այդ ընկերության պահանջը, դժգոհությունը միանգամայն տեղին է, միայն թե այն պետք է ուղղված լիներ Ադրբեջանի կառավարությանը, քանի որ Ադրբեջանի կառավարությունը հանձնել է իրենց կոնցեսիոն կառավարման կամ վաճառել է, չգիտեմ, մի բան, ինչը իրենց չի պատկանել օրենքով։ Եվ հետաքրքիր է, որ այդ փաստաթղթերում անգլիական ընկերությունը Ֆենոմենալ է, այսինքն բրիտանացիք չգիտեին, այնքան են ուզում այդ հանքը շահագործեին,
Փաստորեն որ չգիտեն, որ դա իրեն չէր պատկանում։ Եվ իրանք չէին կարող ֆիզիկապես դա իրականացնել, որովհետև դա գտնում էր հայկական տարածքում։ Հայկական ուժերի վերահսկողության տակ։ Հա, դա Հայաստանը։ Բայց ադրբեջանը բրիտանացի պայմանագիր են կնքում Ալիևի հետ։ Հետո Ալիևին դատի են տալի։ Հիմա ասեղ են ասում, ձեր խելքն ասեմ, թե Ալիևի խելքն ասեմ։ Բայց լսենք։ Չի էլ հիշատակում Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ, ընդհանրապես Ղարաբաղ բառը չի հիշատակվում, այնտեղ ասվում է, որ հանք, որը շահագործվում է այլոց կողմից։ Հավանաբար դա Ադրբեջանի կառավարության պահանջն է, քանի որ Լեռնային Ղարաբաղ հիշատակումը արդեն կվկայեր այս կամ այն չափով Արցախի սուբյեկտայնության մասին։ Եվ եթե լինի իսկապես ինչ-որ միջազգային դատական ատյաններում այս հարցի քննությունը, դա եւս կօգնի Արցախի սուբյեկտայնության ճանաչմանը։ Արտեմ, հիմա եթե գործը հասնի դատական ատյաններ, ապա ինչ շանս ունենանք։ Կարծում եմ փաստաբանները, որոնք կներկայացնեն Արցախի կողմը, բավական հիմնավոր փաստեր կկարողանան ներկայացնել եւ դրանցից կարեւորագույնը այն է, որ 1992 թվականին ստեղծվել է Մինսկի խումբը, որի նպատակն է զբաղվել Արցախյան խնդրի կարգավորմամբ։ Իսկ քանի դեռ այդ խնդիրը կարգավորված չէ, իսկ աշխարհում բացի Բաքվից եւ Անկարայից ոչ մի այլ մայրաքաղաքում չեն համարում խնդիրը կարգավորված, ուստի անորոշ է եւ կարգավիճակը այդ տարածաշրջանի եւ դրա պատկանելիությունը։ Եվ եթե այդպես է, ապա Ադրբեջանը որևէ իրավունք չուներ ինչ որ օտարերկրյա ընկերությանը վաճառել կամ կոնցեսիոն կառավարման հանձնել այդ հանքերը։ Ընդ որում հետաքրքիր է հիշեցնել, որ անգամ ինքնավարությունները մի շարք պետություններում իրավունք ունեն ինքնուրույն տնօրինելու սեփական ընդերքը։ Եվ այդ իմաստով Ադրբեջանը որևէ հիմք չունի պահանջելու, որպեսզի այսօր արդեն այդ հարցին ուրեմն լուծում տրվի ինչ որ միջազգային դատական ատյաններում։ 98-ից գլուխ, ուղղակի բրիտանական այդ ընկերությանը նորից հուշել է պետք։ Հուշել, նույնիսկ եթե դուք հաղթեք դատարանում եւ սանակ այդ հայքը շահագործել իրավունք, դուք պետք է լավ իմանաք, որ դա հայկական տարածք է։ Հայերը մի օր անպայման վերադառնալու են այնտեղ։ Անպայման։ Դա ընդհանրապես ժամանակի խնդիր է։ Նույնիսկ հիմա որ անհնարին է թվում, որ սա հնարավոր է, որ տեսեք Անկարան, ուժեղ, հզոր Թուրքիան, որ աշխարհով հարցեր է լուծում, ստեղ են Ադրբեջանը, այս իրանց գործիք Փաշինյան Նիկոլը մեր վզին նստած, sense բարի բուն իմաստով sense։ Բայց գիտեք, էլի հիշում եմ Մոնթեին, շատ լավ օրինակ ասա։ Եվ որ ամենավատ ժամանակ շրջափակման մեջ են լինում, սկսում է գծել ապագա քարտեզը։ Ասում եմ, մեր նպատակը այսօրվա շրջափակումից դուրս գալը չի, մեր նպատակը այս քարտեզը հասնելն է, այս քարտեզին կուրհարաքսին հասնելն է։ Որն էլ իրականանում է։ Որն էլ կարող է իրականանալ միջև վերջ, եթե Ռուսաստանը չկանգնեցներ Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքով։ Բաց էր ճանապարհը։ Հա, Հոլանդիզից ընդ կայարան մի քանի կիլոմետր։ Բաց էր։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը կասեցեց, կանգնեցեց, եղեսկով ինչ-որ է։ Լավ պետք է լավ իմանաք։ Այսօրվա աննալին թվացող բանը լինելու է։ Մենակ մի բանի արդյունքում է լինելու, որտեղ ես գիտեմ, կան մարդիկ, որոնք չեն հանձնվել։ Ամեն գնով չեն հանձնվելու։ Չեն հանձնվելու ու վերջ։ Դե երևի բոլորդ արդեն ֆիքսեցիք, որ այսօր Կիրակի օրը ոչ միտեղ ոչ մի սկանդալ չեղավ, ոչ մի պատարակ չեղավ, ոչ մի տեղից ոչ մեկի եկեղեցին չկողպեցին, որ առավոտ բացեն դռները, որտեղ չկա Նիկոլ գլխավոր պատարագիչը չկա, ճիվաղը, հա, հոտը մնում է առանց գլխի, չկա ներ, չկա պատարակ, իրանց համար էլի։ Եվ այս ուզում եմ հասկանամ, իրենց մոտ ամեն ինչն է այտենց, այս ներահոտի, այսինքն բաղը Նիկոլը ոչ եղավ, Նիկոլին բաղը ինֆակ խփեց սատկեց, միտեղ, դուք տես պատում մնալ եք ան գլուխ հոտ, ես գիտեմ որ տենց է, ուղղակի ուզում հարցնեմ, էլի, այդ աստիճանի, հիմա ուզում եմ այդպես ձայնագրությունը լսենք, էլի տնեք սա չէ, էլի մատ լսեք, այս ճշտի մեջ ապրող ճշտով տղուն, էլի մատ լսեք ես իրենց։ Ճգնաժամի ժամանակ պայքա պետք է ունենա։ Բա, իշտաղ է։ Ճգնաժամի ժամանակ բոլորը փախնում են, ուրեմն դասալիք է։ Բա։ Դասալիք է։ Ուրեմն թող չխոսան դա ասում։ Դա էքստրեմալ վիճակում է մարդը երևում ով է ինքը։ Ինչ ընտիր խոսքեր է, չէ։ Ընտիր խոսքեր է, երան չիմանային ով ասում է ստեղեն էլի։ Էքստրեմալ վիճակներում է ով է ինքը։
դասալիքը, փախնողը, ասում էսի կճոյանն է։ Դες ես ում մասին ասում։ Այս ասողը երևի չգիտեր որ գալու է։ Ինքը ասի իր մասին։ Լավ պայմաններում բոլորն լավ են։ Վա, լավ տղա է։ Այդ կյանքի դառը դաստա։ Հաստորեն ճիշտ ես ասում, կճոյան։ Ասում լավ պայմաններում դու լավ տղա ես։ Բայց էքստրեմալ պայմաններում դառնում ես ներ։ Նիկոլ։ Ես ուրիշ բառ չեմ ուզում ասեմ, էլի։ Են Նիկոլ այնքան բազմաշերտ ու բազմաբովանդակ բառ է, որից թվում է դու հասկացած դու ես։ Դա լավ պայմաններում դու ես նստաղ էլի փաստորեն։ Բենտի սամո։ Բայց հենց ընկնում ես մի քիչ էքստրեմալ վիճակների մեջ, ոչ ստանդարտ, դառնում ես Նիկոլ։ Փաստացի։ Ինչի ավելի գործը ջրեն։ Ամեն ինչ իր գինն ունի։ Դու էլ նրանով վճարեցի։ Դե գնա ինքնասպաների։ Քեզ հիշացնեմ, մարա, Հուդան կարգին տղեր, քո հետ համեմատած։ Հենց հասկացավ ինչ արի ինքնասպան եղավ։ Ասա դու Հուդա էլ չես։ Ասա Հուդան կարգին տղեր քո հետ համեմատած։ Կճոյան։ Կամ ես չմոն։ Ես խայտարակվել։ Էսա եթիմն է, նայ։ Էդոյի տղեն է։ Սա է Միրզախանյանն է, Վազգենը։ Էվոյա քահանայի կնոջն էր բռնաբարել։ Էսը կինն է, դա դրա բանն է։ Տղենը։ Էդոյի տղենը։ Էվոյա ասում է կաթողիկոս աղջիկ ունի։ Դու եք տղա ունես։ Կնիկ ունես։ Հետ էլ հանցագործ ես։ Հետ էլ եկեղեցու փողերը թալանող թռնող ես։ Հետ էլ բռնաբարության համար քեզ վտարում են համայնքից։ Բայց դու սուրբ ես։ Տվեսո Նիկոլի կողքին ես։ Հա։ Դա ինչ վիճված կեք դու բոլորը տալը։ Իսի չի։ Աստվածը։ Իսկ սա Վրաստանի պարտիարքն է։ Ուղղափառ եկեղեցու գլուխն է եւ կողքը զգաստ կանգնած է իրաց վարչապետը։ Ասես պիտի։ Ես պատկերացնում եմ հանկարծ անդերի վարչապետը ուզենար իրանց եկեղեցու դեմ մարշավեր։ Վրացի գիտեք ինչ կանեին։ Կխաչեին սրանց։ Այդ մենք ենք ասում ամենահին քրիստոնյան մենք ենք։ Թվով հա։ Վրացի իշխանավորները հարձակվեին եկեղեցու վրա։ Վրացի ժողովուրդը սրանց կխաչեր։ Ռուստավելի վրա սես կկախեր այսինքն հերթով։ Դա զգաստ կանգնում են։ Ատես Սան լսենք էլի, ես քանդակագործ Նիկոլին լսենք էլի։ Դե ոնց կարող է մեծ այդպիսի տողերի հեղինակին նստել, սենց անտարբերությամբ ոնց որ այդ հազարանոց փողի վրա տպած։ Հետո որ ուզում է Պարույր Սևակը կան շատ տեսնի։ Ճշգրիտ տեսնի։ Փողը միշտ մոտը կրծքի մոտ պահի։ Ես իմ նպատակը չի եղել այդպեսի Պարույր Սևակ ստեղծել։ Դա իմ մենաշնորհն է, չէ՞։ Ինչ որ համաձայնվեք նաև, որ մի փոքր արտարոց եւ Ասում են այլանդակելը մարդուն նվաստացնել, կերպարի նվաստացնելը դա մենաշնորհ է։ Գիտեք ինչի է մենաշնորհ, ճիշտ է ասում։ Բոլոր իշխանությունների համար ինքն է արել, բոլոր պատվերներն իրան էլ։ Իե լրիվ մենաշնորհ է այս մարդու մոտ, ճիշտ է ասում։ Այդ բառը պատահական ճիշտ ասեց։ մի քիչ տարօրինակ տարաշխարհիկ Պարույր Սևակ է ստացվում։ Հիմա ես այդ պատմությունն էլ ասեմ, դա պատահական Տարաշխարհիկ չէր։ Անի ջան, այլանդակություն էր։ Այլանդակություն։ Արվեստը էմոցիաների դաշտ է։ Արվեստը տպավորությունների դաշտ է։ Արվեստը մտքի հուզումների դաշտ է։ Դու չես կարող ասենք հրեշտակին սատանայի դեմքով պատկերել։ Դու կարաս հրեշտակի մասին քո պատկերացումն ունենաս, բայց պետք է դա հրեշտակային լինի։ Սատանային դու չես կարող հրեշտակային դեմքով, չնայած տենց էլ է լինում։ Հա։ Ասենք դեմքով հրեշտակա գործերով սատանա։ Տեսնում եք, չէ՞։ Կերպարայինը դա էմոցիոնալ դաշտ է, բայց լսենք ինչ ասում։ ամբողջ դպրոցի աշակերտություն դուս ներկայդուս տնօրենի եւ ուսուցիչների ներկայությամբ եւ երթվեցին, որ մենք ոչ մեկին թույլ չենք տա այս քանդակը այստեղից դուրս գա։ Իսկ ովքեր էին
Պաստորն այնքան սիրել են աս եւ թվել են ոչ մեկին չեն թույլ տվել։ Երի քպայական ա եղել երի տնօրենը։ Կացողները որ հեռացնեն։ Բյուրոկրատիզմոտ ասես Լևոն, Չուբարյանը բոլորիս առաջ խոստովանեց, որ այսպիսի մարտիրոսարյան ոչ մեկը չէին կարող անել։ Այսինքն Այդպիսի մարտիրոսարյան ոչ մեկ իրան են ասել, ինքը դե հանճար։ Ինքնասիրարվածության չափից ամեն չկա։ Չուբարյանն ինքն է ասել, որ Իհարկե։ ձեր Մարտիրոսյանը Դերմատրոսը ես ուրախացա, մի քիչ զարմացա, որտեղ այդ օրվանից Չուբարյանն ինձ տեսնում էր եւ չէր բարևում։ Ալեքսանդր Թամանյանի կեսարգությունից դուք իմա գիտեիք, որ երբ որ նաև շենքերը կանգնացրեց, երիտասարդ ճարտարապետները հավաքվեցին, որոշում ընդունեցին, որ իրան Երևան քաղաքից պետք է արտաքսեն։ Պարոն Սևակի քանդակը ես իմ ձեռքով բերել եմ, ես իմ ձեռքով տարել եմ, իմ ձեռքով էլ կբերեմ, ավելի տեսանելի տեղ կտնեմ, որպեսզի մարդիկ գոնե իրանք աշխով գան ու տեսնեն։ որից հետո նորից կտանեք։ Պարոն Այդ չեն տանի, թողանի հարթեն իրա թորնել, թո գեղապետներ, թո այդ մարզպետներ, թողան անգնին ոտքերը որ խնդրեն, ես էլ չեմ տանի։ Այո։ Ոտքով շուռ են գալի այլանդակությունը։ Դիոգենեսին հիշեցի։ Խեղճ մարդը լապտերը ձեռքին, օրը ցերեկով սենց ման էր գալի, որ հարցնում էին ինչ ես ման գալի, ասում էր մարդ եմ ման գալիս, օրը ցերեկով լապտերը ձեռին։ Լրիվ դիոգենեսյան իրավիճակա։ Քաղաքացին տուգանքի մատերիալ չի։ Քաղաքացին տուգանքի մատերիալ չի, այո։ Հանրային պահանջ, այսինքն մարդիկ ինձ գրում են, ասում են շատերը չարամտորեն, հիմնականում երիտասարդները չարամտորեն խուսափում են վճարում։ Կա հանրային պահանջ, իրան գրել են, որ պետքա տուգանես 1.5 միլիարդ դրամի նախատեսել են այս տարի տուգանել։ Կա հանրային պահանջ, այդքա 1.5 միլիարդ դրամ փող ապեց սրանց։ Վերջ։ Ինչ անեն, որտեղ տուգանեն կարա։ Տուգանեն, ճիշտ է, քաղաքացին տուգանքի մատերիալ չի, բայց տուգանենք, ուրիշ տարբեր չկա, բա ինչ անենք։ Էլ մեռանք վարկենել չի եկում սրանց։ Այս նարկոմաններին վարկենել չի եկում, տուգանենք։ Տուգանքն է, միակ տարբերակը տուգանքն է։ Նա տեսել նա եկել։ Այս Զավենի չի կուսակցության ժողովուրդը չես թե։ Տեսակ ով ասա։ Նիկեն աշխատում։ Այսինքն մի տոկոսանոց են որբն է, որ Էջմիածնում Վարշապատում բաներ առաջադզվել են շների հետ սերտաճածը։ Հիշում եք, չէ՞, ասեց շների հետ չեն սերտաճում։ Ստերջեսնելը չգիտեն բառը էլի։ Շների հետ սերտաճացնելա գրոհում, այսինքն սա նույնն են։ Նույնը անազգ, անկեսագրություն, անմասնագետ, այսինքն իրանց ոչինչություն գոյությունը պահպանելու համար, այսինքն ողորմելի գոյություն իրենց պահպանելու համար, պատրաստ են ամենածայրահեղ ստորության։ Այսինքն մարդը կարա ոչ իման չի կարող, կարա առաքիչ աշխատի, կարա վարորդ աշխատի, չգիտեմ, տաքսիկ չի։ Չէ, ինչի տաքսիկ չեմ, վարորդ աշխատեմ։ Մոսկվայում, երբ որ կարամ ստորությանս, բնությանս հաշվին, երկիրը ծախելով, թուրքին ծառայելով ես փող աշխատեմ։ Գնամ եկեղեցիներ գրոհեմ, եկեղեցին գրոհողներ, արա լսեք։ Ես ես օրեկան պատմություններ եմ չէ տալիս։ Մի օր որ այդ նույն բանը կատարվի ձեր հետ, այն ինչ որ կատարվել է եկեղեցին քանդողների հետ։ Չզարմանաք։ Կարծում եմ, որ մենք այն ավանդական ձևերով այս թոշակ պետքա չբարձրացնենք։ Մենք պետքա գնանք այս ճանապարհով, իմիջիալոց Կենսաթոշակները չբարձրացնելու մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 3 միլիոնական դրամ պարգևավճար է բաժանել պատգամավորներին։ Այնպես որ սիրելի, իմ շատ սիրելի թոշակառուներ, ձեր թոշակը, որ կարող էր բարձրանալ 10,000 դրամով, ինչ էր տալու ձեզ որ։ Ինչ էր տալու է ձեզ։ Դրա փոխարեն իրենք 3 միլիոն դրամ պարգևատրել են նոր տարուց առաջ իրաց։ Ամեն մեկին 3 միլիոն դրամ։ Մարդ կա,
Հայաստանում Հանրապետությունում այդքան աշխատավարձ չի ստանում։ Տարեկան։ Ես ասեմ ավելին, դպրոցի դասատուները կարող դա կեսներ չեն ստանում, դպրոցում աշխատողները, բանկապարտեզում աշխատողները, պետական հիմնարկներում աշխատողները, շատ-շատերը 3 միլիոն դրամ իրանք իրար հետ բռնած չեն տեսել։ Բայց սրանք մի անգամ այդքան աշխատավարձի դիմաց մի հատ էլ 3 միլիոն պարգևատրում են ստանում։ Հետո ձեզ ասում են, այսինքն նայում են աշների մեջ, ասում են աշխատավարձը չի երեքում, քիչ է ստանում, որովհետև տգետ ես, անկիրթ ես, լավ չես սովորել ժամանակին, այ որ լավ սովորացել ես, լավ աշխատանք ունենայիր։ Չեն ասում, ախպեր, մի վայրկյան, ես ոստեղ եմ, եսի լավ սովորելու արդյունքն է, թե ես ուղղակի անորակ ուսապարկեմ եմ ամեն ինչի ընդունակ, դրա համար են ինձ այդ փողը տալի։ Դու ինչի համար ես այդ փողը ստանում։ Այդ որ գործիդ համար, բայց քանի որ դու ես որոշում ով ինչքան գումար պետքա ստանա, դու ես որոշում, ասում ես այս սաղ ինձ, իսկ քեզ ոչ մի բան չի ասում։ Դու պիտի աշխատես այդ չնչին քո աշխատավարձով։ Որտեղ տգետ ես։ Ու ասում է բառն է։ Անկիրթ ես։ Իսկ ես հանճարս, ներս, տականքագույնս, ես պետք է 3 միլիոն եմ, ասենց աշխատավան ստանամ։ Սա նաև գիտեք ինչի համար է, ինչի դիմացա։ Սա անդիմությանն էլ է հասը, խորհրդարանական։ Ըստ ձեզ քանի հոգի է հրաժարվել այդ պատկերավորումից, մի հատ ասեք։ Սկզբունքային 0։ Իսկ ինքը շռայլորեն պատկերացրել է իր կողմից ատելի անդիմությանը։ Իր կողմից ճակերտավոր եմ ասում ատելի բառը, էլի, որտեղ իրանք տենց են ասում, որ ատելի են, էլի։ Բայց որոնք իր համար անտիր աշխատանք են կատարել այս ամբողջ տարիների ընթացքում, իրեն պահելով վարչապետի աթոռին։ Կամ ասենց շռայլորեն 3 միլիոն գնա նոր տարի արավ, գնա Դուբայում նոր տարի տարա, գնա չգիտեմ Վենեցիայում նոր տարի տարա։ Որտեղ ուզում ես արա, 3 միլիոնով ինչ չես անի։ Էդի բանն է, պարգևատրումն է, անես չի որ դու եկար փող չունես։ Միջև գալիս ես մի 600,000 դրամ էլ էլի աշխատավարձը տա նստում դեր 2 միլիոն է ստանում ես որ դու ուղղակի չգիտեմ ընդ խմբակցության նախարար ես եւ այլն։ Դե ընտրեք սրան, ինչ ասեմ ժողովուրդը։ Ընտրեք սրան։ Այսօր ցերեկվա հաղորդման ժամանակ մեկն ասի գրել էր որ ախր գյուղերում միամիտները շատ են սան հավատացող։ Դե ինչ ասեմ։ Դե ինչ ասեմ։ Ինչ բան կարամ ասեմ։ Կամ ասում տարածեք որ այդ մարդիկ նայեն։ Տարածել թողեք մարդիկ նայեն, որ իրանք ամեն ինչի վարկի տակ ճռալով ամբողջ տարին կարող աշխատեն, մի հատ կարկուտ խփի, մի հատ երաշտ խփի, մի հատ, չգիտեմ, անձևը չափից ավել գա մաքրի տանի, մնան այդ վարկերի տակ, բայց սրանք նստած, մի կողմից երկիրն են ծախում, մի կողմից բյուջեն է իրանը, քեզ էլ ասում են տգետ ես, աղքատես որտեղ տգետ ես։ Դե գնացեք այդ բանը, քեզ թոշակել չի ասում, 10,000 դրամ չի ավելացնենք, ինչ է տալու քո կյանքում, մենը կտանք մեզ։ 10-ի փոխարեն 3 միլիոն կտանք, որ բան փոխի մեր կյանքում։ Դե գնացեք ընտրեք, ժողովուրդ ջան, ինչ ասեմ։ Անզոր եմ եք ասում, չոր բանալերով։ Տարօրինակա չէ, ես խոստովանում եմ իմ անզոր լինելու մասին։ Այս պարագայում։ Իսկ արշալույսները խաղաղ չեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ես ասել եմ, ջինը դուրս է եկել։ Ջինը դուրս է եկել շշից։ Հանդիպումը ամենա սիոնիստ Բեն Շապիրոյի հետ։ Իրեն համարում ամերիկացի պատրիոտ, սիոնիստ, հրեա Բեն հայտնի Բեն Շապիրո։ Եվ հարց են տալի հանդիպան ժամանակ իրան։ Why therefore did you call irrelevant the Israeli attack in 1967 on the USS Liberty, which left dozens of American servicemen dead and hundreds wounded?
Լսեցիք ծափերովացան։ Հարցնում է, ինչ կասես 1967 թվականին, երբ Իսրայելը հարձակվեց ամերիկյան նավի վրա եւ սպանեց տասնյակ մարդկանց, զինվորների։ Ինչ կասես։ Սա իրականությունն է, դուք գիտեք, որ Իսրայելը հարձակվել է Ամերիկայի վրա։ Հարձակվել է։ Ու ոչ մի անգամ պարբերաբար։ Մենք տեսնենք է սիոնիստն ինչ ասում։ Հա, չեմ սիոնիստին լսենք, մի անգամից բանը թարգմանություն ասեմ։ Խոսում է մի երկար Նիկոլի նման, ոչ մի բան չասող։ Ոչ մի բան չասող, ասում է ոչ մի բան չի ասում։ Վերջում բերում է նրան, որ չեն իմացել։ Տղեն ասում է լսի, դա ամերիկյան ռազմանավ է Կարմիր ծովում։ Ամերիկայի դրոշն էլ վրեն կախած չէր կարող Իսրայելի օդաչուն չտեսներ ու չիմանալ, որ դա ամերիկայի ռազմանավ է։ Այսպես խոսակցություններ է գնում։ Այսպես խոսակցություններ է։ Փոխվելու է աշխարհը։ Չգիտեմ, Էրդողանը կհասցնի իրականացնել ինչ որ ինքը պլանավորել է, թե ոչ, բայց Ալեքս ամասին մենք վերջում խոսենք, հա։ Շատ կարևոր է վերջում շատ բաներ ունեմ ասել։ Բայց միջև սրանց կվռնդես սպիտակներից, ամենահետախուզության ղեկավարը չի կարծում, թե Պուտինը ձգտում է նվաճել ամբողջ Ուկրաինա։ Սա այս որ ասես չի կարծում, ես հիշեցի ների խոսքերը, որ ասում են, ես տպավորություն ունենք, մենք տպավորություն ունենք, ու գնաց մի հատ հիմարություն էլի, ինքը տպավորություն ունի։ Սա չի կարծում, որ Պուտինը ուզում է նվաճել ամբողջ Ուկրաինան։ Ու սա աշխարհամենահզոր երկրի հետախուզության ղեկավարն է։ Սա կարող է լինել բացառապես Տրամփի ժամանակ։ Տրամփն է նշանակել իրեն։ Մենես չի որ ասենք ես եմ նշանակել, գցում եմ Տրամփի վրա։ Սարսափելի է։ Թուրսի գավաթ։ ԱՄՆ-ն ձեռնարկեց Վենեսուելայի ապրիլի մոտ նավթատարելի։ Էլի նավ։ Ձեռնարկել։ Ռակետա, ինչ ուզում անում է։ Չինաստանն ու Իրանը Ռուսաստանից զգուշացել են։ Բիա, մենք պահելու ենք Վենեսուելան, բայց Թրամփը որոշել է, չէ, որոշել է նավթը պետք է։ British Petroleum-ն այնտեղ այլ կորպորացիաներ կան, Վենեսուելայի նավթը պետք է խլեն ձեռից։ Դե Իրանինը չկարողացան, հիմա Վենեսուելայինը չխլեն։ Մեծ կոնֆլիկտ ալել, տեսնենք ինչ ընթացք կստանա։ Ուզում եմ դուք սրան նայեք մեկ պահ։ Սա արդեն Հայաստանում։ Առաջին անգամ Հայաստան է եկել ադրբեջանական Սոկար ընկերության բենզինը, ինչպես եք վերաբերվում նրան, որ Շատ լավ։ Ինչ տարբերություն որտեղից կա, բենզինը էլի, ու ավելի լավ բենզինը, քան ռուսական բենզինը։ Հա։ Օկտանները ավելի բարձր է։ Հա։ Բայց օրինակ Ադրբեջանի տնտեսությունը չէ կարծում, որ այդպես հարստացնում են։ Ոչ։ Իսկ մեր համար վատ է։ Մեր տնտեսությունն էլ է զարգանում էլի։ Երկրորդ տեղից էլի բենզին է գալիս։ Առաջին Սվատա։ Չէ, լավ է, որ քեզ մորթում են։ Ես ոնց կարող եմ ասեմ, քեզ մորթելը վատ է։ Եթե մարդը որոշել է, որ իր մորթելը լավ է, ես ոնց կարող եմ իրեն համոզեմ հակառակի մեջ։ Կատարյալ նախիր։ Ոսան ուրիշ բառ չես կարող ասես։ Նախիրի անդամ։ Ես չէի կարծում, որ ես դες մի օր անհանդուրժող կդառնամ, բայց ժողովուրդ ուրիշ բան չկա ինչ ասեմ։ Կենացու մահու կռիվա։ Գոյութենական կռիվա։ Ես մեկ-մեկից բռնում եմ արտահայտությունների վրա, որ ես կյանքում չեմ արել։ Այսքան ռադիկալ չեմ ել, բայց ուրիշ բան չէ։ Սա նախերից բացի, անասունից բացի, սա ուրիշ բան չես ասի։ Սա ոչ թե վիրավորելու համար, ուղղակի բնութագրելու համար է։ Իսկ վատ է։ Չէ, վատ չի։ Վատ չի։ Եվ ասում եմ, խոտ կերել, թեփ կերել, դեսպե մեծացել է սրանն։ Չէ, բան չի։ Լավ, լավ, ես զուջեմ լավ։
Լավ, քոնման անասունների պատճառով այս երեխեքը մնացին առանց այն։ Ուրիշ բան ես չեմ կարող ասել։ Ինչ վատ է որ այս երեխեքը մնացին առանց հայրենիք, ես չեմ հասկանում։ Ձեն ազատել են, ոչ չլաց եմ ուղղակի։ Հայաստանը գորում երեխեն։ Մացա։ Բլոկադայի ժամանակ։ Չէ, ինչի վատ է որ հիմա Երևանում է։ Ըստ այդ անասունի, չէ, իհարկե վատ չի։ Ապահով տեղ է։ Վատ է։ Ադրբեջանն էլ ընդեր իր բիզնեսները կանի, չգիտեմ, ինչի վատ է, երեխեն ապահով, հալապահով վտանգավոր է։ Հա։ Ես եմ ուզում ձեր համար կարդամ, ամեն ինչ բերում դնում է իր տեղը։ Այ ամբողջ հաղորդում արժե դες քանի համար նայել ճողոց։ Շատ կարևոր է։ Ասում եմ, երբ որ Տիտանիկը իրականում խորտակվել է, Տիտանիկը, հաշվել են թե որ բանից, դասից ովքեր են փրկվել։ Դե եղել է առաջի կլաս, երկրորդ կլաս եւ տակը, հա, երրորդ։ Ամենաաղքատները, որտեղ Դիկապրիոյի հերոսն էր, հա։ Այդ հայտնի Տիտանիկ ֆիլմի մեջ, որտեղ իմ դելոց Ջեյմս Կամերոնը փոխել էր մի քանի դրվագ, ինչու՞ն էր փոխվել։ Եվ այսպես։ Առաջի կլաս, որտեղ բոլոր հարուստներն էին, հա, հարուստները, բանկիրներ, չգիտեմ, բիզնեսմեններ եւ այլն, արիստոկրատիան, փրկվել են մենակ կանայք ու երեխաները։ Բոլոր հարուստ տղամարդիկ իրենց տեղն էին զիջել, իրենց կանանց եւ երեխաներին եւ խեղդվեցին։ Իրենց կյանքը նվիրեցին կանանց եւ երեխաներին։ Նույնը երկրորդ դասում։ Իրենց կյանքը նվիրեցին երեխան։ Կանանց երեխաներին ուղարկեցին եւ մնացին։ Դե սահմանապակեր էր։ Այլ պատկերներ լրիվ փրկվածների մեջ երրորդ դասում։ Փրկվել են մենակ տղամարդիկ։ Ինչի՞։ Կռվել օպերի փրկի, ով ավելի ուժեղել են այդ փրկվել։ Հետևաբար տղամարդիկ բրբրթելով, խփելով այս կոմենքում երեխեք ինչ պետք է անեն, ոնց ավելի ուժեղ չեն կարող գտնել, քան տղամարդիկ, աղքատներն էին փրկվել, տղամարդ։ Իսկ Ջեյմս Կամերոնի ֆիլմի մեջ հակառակն էր։ Հարուստները ցուցադրվել էին որպես բան, հա, այնց վատը։ Որոնք գրավում էին կանանց տեղը։ Խոսքով։ Հարմարացել են երևի ժամանակակից պատկերացումների ստանդարտների, որ ցույց տան, որ աղքատները բարի են, հարուստները կեղտոտ գյարեք են։ Հա։ Երևի դա է նպատակը։ Ամեն դեպքում այդ իրականության մեջ ու տենց է։ Ու մի դաժան եզրակացություն կա այստեղ, որ մարդու վարքագիծը առաքինությունը, մեծահոգությունը, ազնվականությունը, ասպետությունը դա հատուկ է դա կրթված մարդու։ Այս պարագայում դե հարստությունը ենթադրում է նաև կրթություն։ Հարստությունը մենակ փողը չի։ Հարստությունը կրթությունն է, բարեկրթությունն է։ Եվ դա հատուկ է մենակ կիրթ մարդուն։ Դե եթե ժամանակակից կյանքում վերցնենք, որ աղքատներ չկան, հարուստներն էլ տենց լղոզենք այդ սահմանները, կարող ենք ասել կիրթ ու անկիրթ ուղղակի, հա, որ փողով չդատենք մարդկանց։ Կիրթ եւ անկիրթ։ Անկիրթները կոտորեցին իրենց երեխեքին կանանց փրկելով իրենց կյանքը։ Սա է լինում, երբ որ իրենք հայտնվում են խորտակվող նավի մեջ։ Իսկ պատկերացնեք ինչ է լինում, երբ որ իրենք հայտնվում են աշխարհի ղեկին։ Թրամփ, Փաշինյան Նիկոլ։ Ինչ է լինում։ Ամբողջ ԿՊ։ Տենում եք էլի ինչ է լինում։ Հենց այդ է լինում։ Դա աղետ է ցանկացած հասարակության, ցանկացած ժողովրդի համար, ցանկացած պետականության համար։ Դա աղետ է, երբ որ անկիրթը լայն իմաստով, որը համարում է, որ կրթությունը կարող է նորաձև լինի։ Ինքը հայտնվում է պետության ղեկին։ Դա ալումայն ինչ որ լինում է եղավ Տիտանիկի խորտակման ժամանակ։
Ձեւան մեր պետությունը նման է խորտակող տիտանիկին։ Որովհետև երկրի ղեկին հայտնվել են երրորդ են ամենաներքևի իրենց կրթությամբ, բարեկրթությամբ, գիտելիքներով, աշխարհի մասին պատկերացումներով, որովհետև բարեկրթությունը մենակ ժեստիկուլյացիան չի է, շատ լայն է, աշխարհի մասին, կարգ ու կանոնի մասին, առաքինիության մասին, բարուչարի մասին, ազնվության մասին, պարկեշտության մասին ունենալու պատկերացումն է դա։ Տգետը դա չգիտի ինչ է, իրան պետք չի եղել կյանքում, ինքը չգիտի, որ կանանց պետքա տեղ զիջել, հասկանում եք, հոգ տանել, թեկուզ կյանքն տա, թույլ մարդու համար։ Չէ, ինքը անասունի նման ապրես, հո, ոտա, ինչ անեք իրանք հանգստանում, հո, ոտա, այսա։ 5-րդ դարում չեմ հիշում հիմա, որ պատմի չէ, ուղղակի վախում սխալվեմ, բայց 5-րդ դարեր հիշում եմ։ Պատմիչներից մեկը մեր եղել է, որ բոլոր մեղքերից ամենածանր մեղքերը գալիս է տգիտությունից, որովհետև մեղքերն էլ տգիտության արդյունք։ Ուսյալը, իմաստունը, հեռու է պահում այդպես բաներից, մեղքերն էլ տգիտության։ Դա մալ այսօր ինձ որ այդ ցերեկվա հաղորդման ժամանակ էս Նիկոլ Սիրողներին վիրավորական բառով բնորոշեցին եւ շատ բան ասեցի, գիտեք, մենակ դա չի, մի հատ ուրիշ հանգամանք էլ կա։ Քիչ իմանալուց հատ։ Քիչ իմանալուց։ Տեսնես կգա որ մենք կբերենք այդ մեր մեջի լավի իշխանության գլուխ։ Ու դա շատ դժվար է լինելու, որովհետև մեզ պարբերաբար դարերով ոչնչացել են, գիտեք բանը, սելջուկներն ինչ են արել։ Կոտորել են բացառապես եւ հատկապես ազնվական ընտանիքներին, զավակներին։ Նույնիսկ եթե նրանցից ինչ-որ մեկը միտեղ փրկվել է, հետո տեսել են փողոցում, շուկայում, որ այդ տղեն մի քիչ կռացած չի քայլում, ինքը ազնվական տեսք ունի։ Սպանել, անպայման։ Որովհետև ինքը վտանգ է, ինքը խանգարող օրինակ է։ Այն նույնն արեցին բոլշևիկները։ Բոլշևիկները բոլոր կիրթ մարդկանց գնդակահարում էին։ Մի երկու պարախոտ, երկու շոկենավ հասցրեց փրկվել, ուղարկեցին այդ ֆիլոսոֆսկի պարախոտներն էին, փիլիսոփաների շոկենավերը։ Ուղարկեցին Գերմանիա, նրանք փրկվեցին, հետո այդ գիտնականների արդյունքում էլ ստեղծվեց գերմանական տնտեսությունը։ Մնացածին հոգնեցին ու սկսեցին գնդակահարել, ուղղակի Լունաչարսկին, այդ գեյը, այդ հրեա գեյը, այդ մարդակերը, ինքը արդեն ասեց չէ, լսեք, էլ ծարս չանենք իրանց արտաքսենք, բերեք միանգամից գնդակահարենք, իրանք սուսակներով, ով բոլշևիկ չէր, անասուն չէր, կեղտի մեջ, միջև ծնկերը թրիքի մեջ չէր, ասում է բերեք գնդակահարենք, ինքը մեզ չի հասկանա, ինքը մեր նման թրիք չի։ Հասկանում եք։ Ուտես գնդակահարվեց ամբողջ ռուսական կայսրության էլիտան եմ ասում, դրանք ռուս չէին ոչ մեկներ։ Կարող է ռուսներ կային, բայց չի նշանակում, որ բոլորը ռուս են։ Ամեն դեպքում իրանք ասենք ռուսական։ Այդ ռուսական արիստոկրատիան, այդ հայլուն գլուխները, որ հետո դարձան Ամերիկայում, Գերմանիայում այդ փախածները հայտնի գիտնականներ, նույն Սիկորսկին, հերո մի գնացեք, նույն հայտնի Սիկորսկին, որը ստեղծել է այսօր էլ բոլոր ուղղաթիռները աշխարհով մեկ եւ մասնավորապես Ամերիկայում, հենց Սիկորսկին է այդ ֆիրման, նույն ձև արտաքսեցին Սիկորսկին։ Ինչի՞, որովհետեւ արիստոկրատ էր, իրանց խանգարում էր, իրանց այդ կեղտոտ ֆոնի վրա իր ազնվականությունը, արդ է խանգարում է, այդ սելջուկներն են արել, որ հանկարծ իրանցից մեկը բոյով չլինի, իրանց մոտ մեկը հպարտ չքայլի, ուսերը տեղը չլինի, ճակատը լայն չլինի, չգիտեմ, բան չասպետ չլինի էլի։
Սես կոտորել ու կոտորել են, հետո եկավ 37 թիվ, էլի կոտորել են, մի խոսքով։ Ես չգիտեմ էդի ոնց ենք վերականգնելու, բայց երևի գոնե հիմա որ տեսնում ենք այդպես մարդ գոնե դրանց պետքա ձեռքերի վրա պահել։ Ձեռքերի վրա պահել եւ ասել կեղտո ձեռքերդ այ արտոնյալ մի կպցրա սևակի։ Դու եւի չես հասկանում ինչ ես անում։ Այսպես խփել թաթերին։ Ասես այն հանգամանքը, որ դու արտոնյալ ես, չի նշանակում, որ դու կարաս նվաստացնես սևակի նման երևույթին։ Չգիտեմ։ Այսօր համար այսքան ասանով եզրափակենք։ Լավ մնացեք։